Ես նկատել եմ, որ այս ռեժիմը սկսել է մի նոր խորամանկություն անել, մարդկանց փորձում է համոզել, կամ ուղղակիորեն, կամ իրենց ծանոթների միջոցով, որ նրանք այնքան տոկոս են հավաքելու, այնքան ձայներ են հավաքելու այս ընտրություններին, որ անիմաստ է մասնակցել ընտրություններին, նրանք հաղթելու են, ավելի լավ է տանը մնացեք, մեկը ոչ մի բան չեք փոխի, մեկը սրանք հաղթելու են։ Սա իրենց խորամանկություններից մեկն է։ Հարցումները ցույց են տալիս, որ չնայած սրանց բոլոր այս թիթիզություններին, այս անիմաստ Եվրոշոու կազմակերպելը, որը բացի PR-ից ու բացի իրան աջակցելուց ընտրությունների համար ոչինչ մեզ չտվեց, ստի թղթեր ստորագրեցին, որևէ կոնկրետ արդյունք չեղավ, հեսա ինչ-որ խաղալիքներ են բերելու պարադի համար 2-3 թնդանոթ անցկացնել, փորձեն մեզ խաբել, որ դա ինչ-որ բան է փոխում, մեզ խոստացան ԵՄ անդամակցությունը սուտ էր, բեզվիզը ասում են կլինի առաջադիմություն, ինչ-որ առաջընթաց կլինեն քննարկումներ, կլինեն խոսքեր, բառեր, հանդիպումներ, որպեսզի լինեն քննարկումներ, որպեսզի լինեն հանդիպումներ եւ այլն, եւ ելի մի 5 տարի կզգզկեն, մենակ սա ընտրվի։ Բերեցին մի մարդու, որը իր սեփական երկրում ունի 11% ռեյտինգ, որը 9 ամսուց գնալու է, որին Ֆրանսիայի 89% ֆրանսիացիների չի ընդունում։ Նա գալիս է ստեղ Շարլ Ազնավուրը երկում, այն էլ այն երկրում, որի քաղաքացիներին, որի հայրենակիցներին, մեր հայրենակիցներին նա հանձնեց։ Պրախայում հանձնեց, հիմա Շարլ Ազնավուրը երկում, այսինքն սա անիմաստ մի շոու էր, նա հույս էր դնում, հույս էր կապում այս շոուի հետ, որ կբարձրանային ռեյտինգները, այդպիսի բան չի եղել։ Եթե նա այսքան համոզված լիներ, որ հաղթում է, նա նախ չէր վազի մարդկանց հետևից, ամեն մեկի հետ ժողովրդական բառ ասելով չամռվի մարդկանց հետ, խոսա համոզի, խնդրի, որ իրան չմերժեն, մտնի մարդկանց բնակարանները, մտնի մարդկանց սենյակները, մարդկանց ստիպի իր այդ խոսան, գորգոռա, մատ թափտա, վստահ մարդը այսպես իրեն չի պահում։ Պարզ է, որ նա տեսնում է, որ ռեյտինգները ընկնում են։ Ի դեպ, Երևանում, եթե ճիշտ եմ հիշում, 33% էր հավաքել։ Իր ուժը, քաղաքական ուժը ընտրությունների ժամանակ հավաքել էր 33%։ Գյումրիում կարծեմ էլի ինչ-որ տենց մոտավորապես տենց թիվ էր, 36 կարծեմ, 5 թե 6։ Ոչ Երևանում, ոչ Գյումրիում նա մեծամասնություն չստացավ։ Փարաքարի քաղաքապետն էլ սպանել տվեց։ Ակնհայտ է, հենց մարդը ընտրվեց, չգիտես ինչու իրան սպանեցին, այդ ինչու տենց եղավ։ Մենք չհասկացանք։ Եթե նա այդքան վստահ լիներ, որ հաղթելու է, չէր փակի մեր բոլորի սոցցանցերը։